Կառավարության առաջարկով ազգային ժողովն արտահերթ նստաշրջանով քննարկել է 22 հարց, որոնց թվում է նաև հեծի պետականացման հարցը։ ՏԿ փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացրել է օրակարգում ներառված հարցերը, այդ թվում հեծի պետականացման նախագիծը, որը պետք է քննարկվի 24-ժամյա ռեժիմով։ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը փոխնախարարից հետաքրքրվել է, ինչու պետք է հրատապ քննարկեն այդ հարցը։ Թռնեք օդ, իջնեք ներքև, սա հեծը խլելու մասին նախագիծ է, ինչքան էլ գեղեցիկ ձևակերպումներ փորձեք փաթեթավորել, նախ օրենքի նախագծի էությանը եւ բովանդակությանը մենք քննարկման ժամանակ կանդրադառնանք։ Ձեզանից պահանջվում էր ասել, թե որն է հրատապությունը։ Եթե հրատապության ձեր հիմնավորումն այն է, որ դուք տեսնում եք խնդիրներ հեծում, հենց այսօր դա տեսաք, 3 դա տեսաք, մի ամիս առաջ չէիք տեսնում, մի տարի առաջ չէիք տեսնում, 2 տարի առաջ չէիք տեսնում, հենց այսօր որոշեցիք հրատապ կերպով ներկայացնել։ Նշեմ, որ խնդիրները այսօր չեն առաջացել էներգետիկայի ոլորտում եւ ասել, որ դա այսօր է առաջացել, մենք այսօր ենք այդ հարցը հրատապության հիմքով քննարկում, ճիշտ չէ, խնդիրները վաղուց կան, բայց մի օր եւ կարծում ենք սա այդ օրերից մեկն է, այդ խնդիրներին պետք է արագ լուծում տալ։ Շնորհակալ։ Սիրելի քաղաքացիներ, այստեղ նոր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը արել է քաղաքական հայտարարություն իրենց հանձնարարությունից հետո եւ դրա համար սա քաղաքական հալածանք չէ։ Ես ուզում եմ հասկանալ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պաշտպանելը, այդ որ ժամանակից դարձավ քաղաքական հայտարարություն։ Այսինքն քաղաքականություն, քաղաքականության մեջ մտնելու հայտեր ներկայացրել։ Այստեղ դուք պետք է ներկայացնեիք կառավարության տեսակետը օրինագծի վերաբերյալ։ Ինչ առարկություններ ուներ կառավարությունը։ Դու կառավարության ներկայացուցիչն եք։ Այդ ինչ բյուջետային միջոցներն էր, որ լավ չէր հաշվարկվել, այդ ինչներ թերի, ինչներ լրամշակման կարիք զգում։ Դուք դրա մասին պետք է խոսեիք։ Դուք դրա մասին չխոսեցիք, մենակ հայտարարում եք, որ քաղաքականության մեջ է մտել կոնկրետ հեծի սեփականատերը։ Ինչ պլան դրել եք այս ընթացքում հեծի առաջ, որպես պետություն, կատարել են։ Ոչ մի առարկություն, ոչ մի փաստաթղթում չեք արձանագրել։ Եկել եք ինչ հեքիաթ եք պատմում այստեղ։ Դուք սուպեր նախարար եք, բայց ոչ թե գործունեության իմաստով, այլ ընդգրկվածության։ Եվ այդ ոլորտները, որտեղ դուք ղեկավարում եք իրականացնում, այդ ոլորտներում կան խայտառակ ձախողումներ։ Հայաստանի ջրային ռեսուրսների 65-ից 70%-ը կորում է։ Կորուստա պաշտոնական թվեր ու դրա պատասխանատուն դուք եք։ Եկել եք ստեղ խոսում եք ազգային անվտանգությունից, բայց ռազմավարական նշանակության հարցեր։ Բա դրա մասին պիտի մի խանգարեք։ Հաջորդը։ Վիոլա ջրի հետ ով երբևէ առնչվել է, իրեն պիտի համարի աշխարհի ամենադժբախտ մարդը։ Ամենադժբախտ։ Բայց դուք վիոլա ջրի մասին որևէ հայտարարություն չեք անում, քանի որ վիոլա ջրի սեփականատերը չի հայտարարել, որ ինքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին է։ Սա է խնդիրը։ Ես գիտեմ, որ Հայաստանի Հանրապետությունն է, բայց կառավարումը իրականացնում են մարդիկ, ովքեր որ ձեզ հետ, ինչպես դուք խոստովանեցիք, քաղաքական տարաձայնություն չունեն։ Եվ ազնվություն ունեցեք ասելու, որ ավարտեցի, որ սա քաղաքական նախագիծ է քաղաքական նպատակներով։ Սիրելի քաղաքացիներ, ես դահլիճի այս հատվածի հետ չեմ խոսելու, որովհետև նախ իմաստ չունի, որովհետև անգամ չեն հասկանում, որ իրանց փուրն են տալիս, ինչպես լավ խոսեց գործընկերս դրա մասին, ինքնապաշտպանական բնազդ, դստաբանականությունը, ամեն ինչը արդեն ստորադասվում է Փաշինյանի կամքին, բայց դա դեռ ոչինչ, ձեզ էլ կազատագրենք։ Մի քանի բան, որի մասին քննարկվեց։ Առաջինը, պարոն Վարդանյան, այդ գրավադրման հետ կապված դրան համաձայնություն ձեր կառավարությունն է տվել։ 1, ինչով 2 անգամ ընդրել։ Երկրորդ, մինչ օրս վերջին շրջանում էլեկտրաէներգիան թանկացել է 4.8, 4 քանի դրամով։ Դրա մեջ հեծի մասնաբաժինը 0 է։ Այսինքն այն որ հիմա մենք բոլորս էլեկտրաէներգիայի համար վճարում ենք 4 քանի դրամ թանկ, դա մեջ հեծի մեղքը 0 է։ Շարունակեմ գործընկերներիս ասածը թանկանալու հետ կապված։ Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որտեղ հեծը կամ նմանօրինակ կառույցները ազգայնականացվում են։ Բոլոր այդ տեղերում թանկացում է տեղի ունեցել։ Անխտիր, որտեղ ազգայնացվել է, թանկացում է եղել։ Ու բնականաբար ձեզ ձեռ է տալի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Փաշինյանը աշխարհում հանդես են գալիս որպես եկեղեցու դեմ պայքարողներ, կաթողիկոսին բարեմասնություններ ցույց տվողներ, դրանով եք հայտնվել միջազգային մամուլում,
Էջմիածնի վրա հարձակվողներ, եկեղեցուն պաշտպանող Սամվել Կարապետյանին բանտարկողներ ու այսպես շարունակ։ Վերջում երկու միտք։ Միտք համար 1. Սիրելի քաղաքացիներ, նույնիսկ Facebook-ը համարում է, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի լինել Facebook-յան օգտատեր ու բլոկում է իր գրածները։ Իսկ մենք իրան հանդուրժում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Եվ երկրորդը, լավ հիշեք, Հայաստանի Հանրապետությունում կա մի բան, որը պետք է շտապ ազգայնացնել։ Դա վարչապետի աթոռն է։ Շնորհակալ։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով 2 ամսով կալանավորվել է, ԿԿՀ-ից իր պաշտպանների միջոցով հայտարարություն է տարածել, որում ասվում է. Իմ նկատմամբ իրականացվող այս քաղաքական դրդապատճառով կալանավորումը ոչ թե իրավական, այլ բացահայտ հաշվեհարդար է, ուղղված իմ, որպես Արցախի Հանրապետության ժողովրդի օրինական ներկայացուցչի ձայնը լռեցնելու նպատակով։ Այս իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում, բայց վարվում է բռնապետի պես, երբ ձերբակալվում են ոչ միայն քաղաքական գործիչներ, այլև հայ առաքելական եկեղեցու 2 սրբազաններ, դառնում է պարզ։ Սա ընդհանրական հարձակում է մեր ինքնության, հավատքի եւ արժանապատվության դեմ։ Սա միայն իմ դեմ չէ, սա հարված է մեր պետությանը, մեր եկեղեցուն, մեր հոգևոր եւ ազգային հիմքերին։ Բանտով դուք կարող եք սահմանափակել մարմինը, բայց ոչ միտքը, ոչ կամքը։ Ես տեսել եմ պատերազմ, ապրել եմ շրջափակման մեջ, բռնի տեղահանվել եմ իմ հայրենիքից, եւ դուք կարծում եք բանտով ինձ կլռեցնեք, չեք կարող, մեր պայքարը չի կարող ավարտվել բանտային պատերով։ Բագրատ Սրբազանի, նրա հետ նույն գործով կալանավորված մյուս անձանց, նաև Միքայել Սրբազանի դեմ ՔՊ-ն իրականացնում է դասական տեղեկատվական տերոր, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Մինչ այս հիմնական հաղթաթուղթը խոզարկությամբ չգիտեմ ումից իբր հայտնաբերված մի քանի հրազեններ, որոնց տերերը ըստ նկարների ունեին օրինական թույլտվություն, նաև իսկապես հայտնաբերված ծխերն էին, ճիշտ նույն ծխերից, որոնք 2018-ի ապրիլին օգտագործում էին Միրզոյան Արոն ու Նազարյան Լենան իշխանազատման ծրագրի ընթացքում։ Չնայած գործադրված մեծագույն ջանքերին, չնայած ամեն տեսակ չար ու էժան հնարքներին, ԿՊԱ-ականներին այդպես էլ չի հաջողվում հաղթել հանրային կարծիքի դատարանում ու պատվարժան մարդկանց պիտակել որպես ահաբեկիչ։ Սա գիտակցելով ՔՊ-ն այսօր մեջտեղը բերել ինչ-որ ավտոբուս հրկիզելու մասին կեղծ թեզ։ Ինչպես հրապարակավ նշում է Բագրատ Սրբազանի պաշտպանը, նման պնդում անգամ քննչականի առաջադրած մեղադրանքում է բացակայում։ Հուսով եմ սպիտակը սև ներկայացնելու Գեբելսյան փորձերը ձախողվելու են, գրել է Մելիքյանը։ Քար լռություն։ Շնորհակալ եմ։ Քաղաքակիրթ արձագանք։ Սուրբ Էջմիածին մայրաթոռ զենքով, դիմակով, բերետով ներխուժումը սրբապատծություն է։ Նա դուք դա էլ արեցիք։ Անհավատ եք, զուրկ հայկականությունից։ Հայ մարդը ամենուր ամոթահար է։ Չէին պատկերացնում, որ սրանել եք ընդունակ։ Մոնղոլները չմտան Էջմիածին։ Թուրքերը չկարողացան։ Հայաստանի Հանրապետությունը զավթած չարիքը մտավ հայության ինքնության տաճար։ Սա չեք մարսելու։ Արքեպիսկոպոս Բագրատ եւ Միքայել Սրբազանները ԱԱՑ-ը նկուվում են։ Սա մենք վախկոտ արարք է։ Նրանցից յուրաքանչյուրի ծառայության, բարի գործերի չնչինագույն մասն էլ չի արել ՔՊ-ն հավաքաբար եւ իր ոժդը։ Սա չեք մարսելու։ Բարիք անում են մեծ մարդիկ, չարիք բերում են ոչնչությունները։ Դուք մեր ինքնության, մեր տեսակի հետ կապ չունեք, դուք ինքնիշխան չեք, դուք ծառա եք։ Ձեր ծառայության ժամկետը ավարտվելու է։ Սրբազանների խուցը դատարկ չի մնալու։ Սամվել Կարապետյանի դեմ ձեր արածը երախտամոռություն է։ Նա ստեղծող, կառուցող է, դուք քանդող։ Նա բարեգործ է, դուք չարի սպասավոր։ Նա ողնաշարով, արյունով, հայ է, խոսքի տեր, մուշ Ալաշկերտի հոգևորականների ուսուցիչների ժառանգ է, դուք անհայտ ծագումով ու խոստում նազանց։ Լավ, ասեմ ձեզանից ոմանք։ Նա չի կոտրվելու։ Դուք եք կոտրվելու։ Լրություն դալիճ։ Նա եկեղեցու հոգևորի մշակույթի հայ ինքնության պաշտպանն է, դուք ոչնչաբան։ Նրա կրեդոն ամեն ինչ հայրենիքի համար, ձերը ամեն ինչ հայրենիքի դեմ։ Պարոն Վարդանյան, ավարտեք։ Հարգելի քաղաքացիներ, սիրելի հայեր, քույրեր, եղբայրներ, պինդ եղեք ձեր հավատքի մեջ։ Սա սրանք գնալու են։
Միասին տեր ենք դառնալու մեր տեսակին, մեր ինքնությանը, մեր պետությանը, ամոթի այս խարանը ջնջելու ենք։ Պիղծ, նենք, վախկոտ, երախտամոռ մարդիկ մեր Հայաստանում ապագա չունեն։ Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցության անդամները ակցիային իրականացրել ազգային ժողովի առջև, նրանք իրենց բողոքն են հայտնել տրանսպորտի թանկացումը բոյկոտողների նկատմամբ տուգանքներ սահմանելու մասին օրինագծի դեմ։ Բոյկոտը սահմանափակելուն եւ քաղաքացուն տուգանքի մատերիալ սարքելուն կողմ եք խորհրդանի շենքը մտնող падգամավորներին է դիմում Մայր Հայաստան խմբակցությունից Սամվել Հակոբյանը։ Իշխանական падգամավորները հրաժարվել են պատասխանել հարցերին։ Հայաստանում Իրանի դեսպանատանը Սքոմատյան է բացվել ի հիշատակ Իսրայելի հարձակումների զոհերի առավոտից դիվանագիտական ներկայացուցիչություն են գալիս քաղաքական գործիչներ, փորձագետներ եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ։ Լրագրողներն առիթը բաց չեն թողել եւ որոշել են պարզաբանել Ադրբեջանի տարածքից հրթիռներ արձակվել են Իրանի ուղղությամբ։ Այդ հարցը Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ արծարծվել է եւ հենց այդ հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը վստահեցրել է, իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանի դեմ, պատասխանել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Մեհդի Սոբհանիի խոսքով Բաքվից տեղեկացրել են, որ նման բան նրանք թույլ չեն տա, պաշտոնական ինֆորմացիա չունեն, որ նման բան տեղի ունեցած լինի, ուստի միայն մամուլի ենթադրությունների վրա չեն կարող պաշտոնական դիրքորոշում հայտնել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կայցելի հայաթափված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Փեզեշքյանը կմասնակցի տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստեփանակերտում հուլիսի 3-ից 4-ը։ Ավելի վաղ Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահը նրան հրավիրել էր մասնակցել տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հիշեցնենք, որ նախորդին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին գագաթնաժողովին մասնակցելու համար Ստեփանակերտ են այցելելու նաև Թուրքիայի նախագահն ու Պակիստանի վարչապետը։ Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլը հուլիսի 1-ին հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Թուրքիայում գրանցվել է 342 անտառային հրդեհ, որոնցից 6-ը դեռևս շարունակվում են։ 5 օրվա ընթացքում բռնվել է 343 հրդեհ Մանիսայում, Իզմիրում, Հաթայում եւ Անտաքիայում 6 հրդեհ շարունակվում է։ Յումաքլը հավելել է, որ Ադանա նահանգում բռնված հրդեհը վերահսկողության տակ է վերցվել, բայց հրդեհի մարումը ներկայում խնդրահարույց է ուժեղ քամու պատճառով։ Տարհանվել է ավելի քան 50,000 մարդ։